Այժմ տեսնենք ինչ է մտահոգում երկորյակներին, ինչ է նրանց մտքում, ինչ է կատարվում նրանց շուրջը։ Հիմնական թեման, որ այս պահին մտահոգում է երկորյակներին, տեսնենք ինչ կասեն կարտերը։ Տեսնում եմ առաջին կարտը, տեսնում եմ մատանի։ Մատանին կարող է լինել ամուսնության մասին խոսակցություն, քանի որ մայիս ամսին էլ եմ ասում, հարսանիքներ չեն լինում, բայց կարող է լինել խոսակցության մասին, ներողություն, ամուսնության մասին խոսակցություններ առայժմ, որոշում կարելի է կայացնել։ Կարելի է կայացնել, բայց սա կարող է լինել նաև գործընկերություն, այսինքն երկուսի միջև համագործակցություն կարող է լինել նաև սա։ Տևական խոսակցություններ կամ բանակցություններ էին վարվում եւ հիմա մարդիկ որոշել են իրար հետ համագործակցել կամ մարդիկ հանդիպում էին, շփվում էին տևական ինչ-որ ժամանակահատված եւ որոշում են ամուսնանալ։ Տեսնում եմ շուն, տեսնում եմ տղամարդ եւ տեսնում եմ ծաղիկը։ Դե առաջին տպավորությունը, եթե ասեմ, երիտասարդ մտածում է ամուսնության մասին եւ ուզում է առաջարկություն անել իր սիրած աղջկան։ Այստեղ տեսնում եմ շատ ընկերական լավ հարաբերություններ։ Ես կարտեր էլի կհանեմ, բայց այս նախնական կարտերով, գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ավելի շատ տպավորություն եմ ստանում, որ այս տղան ինչ-որ աղջկա հետ ընկերություն անում, շատ լավ ընկերներ են, շատ լավ, բայց տղան իրականում սիրում է աղջկան, ինքը պարզապես ընկեր չէ, միգուցե աղջիկը գիտի, միգուցե չգիտի, բայց ինքը ուղղակի սիրում է աղջկան, ուզում է ընկերական հարաբերություններից անցնել ամուսնական եւ ուզում է աղջկան առաջարկություն անել։ Տեսնենք։ Կարտերը անդադ գախի վեր։ Ես տեսնում եմ այստեղ առնետները, տեսնում եմ կողմնացույցը, նամակ եւ տեսնում եմ թռչունները։ Մկները կորուստի նշանն է։ Ինչն է տվյալ դեպքում։ Տղամարդու վախն է, կարող է կորցնել նաեւ աղջկա հետ ընկերություն անելու հնարավորությունը։ Այսինքն, եթե առաջարկություն անի, աղջիկը իրեն ընկեր է ընդունում, կարող է աղջկան որպես ընկեր կորցնել։ Դրա համար փորձում է ճիշտ ուղղություն ընտրել։ Կողմնացույցով փորձում է այնպես ընտրել, այնպես հաղորդակցվել, խոսակցություններն են սրանք, այո, չգիտեի, նամակ գրի, ինչպես կարող է, այո, ինձ թվում է ուղղակի մտածում է ինչպես ասել, ինչպես դիմել, ինչ բառերով, ինչ խոսքերով, նախապատրաստվում է, փորձում է ճիշտ ուղղություն ընտրել, ինչպես առաջարկություն անի, որպեսզի աղջկան չկորցնի։ Մի տեսակ խճճվել է, ինձ թվում է խճճվել է այսօրվա դրությամբ, դրա համար չգիտեմ ինչու է խճճվել, ինքն է երևի ուղղակի հուզված է, անհանգստացած է։ Փորձում է ճիշտ տարբերակ ընտրել, բայց լաբիրինթոսը ցույց է տալիս, որ ինքը առայժմ չի գտնում լավագույն տարբերակը, լավագույն ձևը ինչպես կարող է իր զգացմունքներն արտահայտել, ինչ բառերով միգուցե։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Կարծում եմ, որ ամեն ինչ շատ էլ ճիշտ էինք տեսնում, որովհետև ես այստեղ տեսնում եմ, տեսեք, առաջինը տեսա գիրքը, սիրտն եմ տեսնում, ձկները, սա սարի կարտն է, դիմակով մարդիկ եւ տեսնում եմ լիլիաները։ Գիտեք, ես կարող եմ այստեղ ասել, որ այո, տղան փորձում է
Փորձում է գտնել ճիշտ բառեր, փորձում է ուսումնասիրել, միգուցե ինտերնետում է բառեր գտնում։ Հիմա կա, չէ, այդպիսի մոդա, փոխանակ տղաները մի քիչ իրենց երևակայությունը աշխատեցնեն, գնում են on-line Google են անում, ինչպես կարող եմ աղջկան առաջարկություն անել, ինչպես կարող եմ ընկերուհուս կամ ընկերոջս նվեր գնել, երիտասարդներն անում են եւ աղջիկներ եւ տղաներ, շատ ցավալի է։ Մարդիկ մի քիչ ավելի պետք է իրենց գուցե երևակայության դիմեն, ավելի հետաքրքիր տարբերակներ փնտրել։ Ես չեմ ասում սա այդ տարբերակն է, ես ուղղակի իմիջիայլոց ասեցի, հույսով եմ մեր երիտասարդը բավականին է հետաքրքիր ինչ որ տարբերակի վերջո կգտնի, բայց այո, ինչ որ ուսումնասիրում է, ինչ որ նոր գիրքը ուսումնասիրություններ են, ուզում է հասկանալ, որպեսզի կարողանա իր սերն արտահայտի աղջկա նկատմամբ։ Տեսնում եք երկու ձկները միասին, այո, տղան սիրահարված է եւ ուզում է աղջկա հետ ընկերությունը անցնի դեպի հաջորդ этап, այսինքն ուզում է աղջկա հետ ավելի սիրային հարաբերությունների աղջկա հետ սիրային հարաբերություններ հաստատի։ Կան ինչ-որ խոչընդոտներ, կամ միգուցե ինքն է ուղղակի իր վախերն են, ինքն է վախենում, անհանգստանում է։ Տեսնում եմ դիմակները, գիտե, ես կարող եմ ասել այստեղ, որովհետև սա Լիլիաներն եմ տեսնում հաջորդը, կարող եմ ասել, որ եթե կան այսպիսի երիտասարդներ եւ սա վերաբերում է իրենց, կարտերը հուշում են անկեղծ եղեք, պարզապես անկեղծ եղեք աղջկա հետ։ Ինչ որ ոչ մի դերասանություն մի արեք, մի փորձեք ցույց տալ ձեզ այսպիսին, բայց դուք իրականում այնպիսին եք, այսինքն մի եղեք կեղծ, մի փորձեք լինել, ինչպես ասեմ, հերոս, պետք չի հերոս լինել, պետք չի ես չգիտեմ տղաներն ինչ են անում աղջիկների վրա տպավորություն թողնելու համար, բայց կարտերը հուշում են, որ ավելի շուտ հաջողության կհասնեք, եթե ավելի պարզ լինեք աղջկա հետ, անկեղծ, առանց դիմակների, առանց կեղծավորության, առանց, չգիտեմ, ավելորդ պաթոսի, ավելորդ, չգիտեմ, այսպես սխալ կոմպլիմենտների, մեկ կոմպլիմենտները կարող են իրական թակարդ լինել եւ ոչ թե հաճելի։ Կարող եմ ասել, միակ խոչընդոտը այն է, որ դուք այնքան էլ անկեղծ չեք, երիտասարդ։ Ես մենակ այդպես եմ տեսնում։ Կարտերի խորհուրդն է աղջկա հետ լինել անկեղծ։ Զրուցեք նրա հետ, պարզապես զրուցեք եւ ձեզ սիրտը բացեք նրա առաջ, խորամանկությունների, աղվես եմ տեսնում, խորամանկությունների մի դիմեք։ Անկեղծ եղեք։ Ամենաառաջին դա էր։ Առաջին խորհուրդը եղեք պարզապես անկեղծ։ Գիտեք, այստեղ տեսնում եմ խարիսխը, տեսնում եմ մտրակը, տեսնում եմ ձիավորին եւ աղվես։ Ինչ կարող է սա նշանակել տվյալ դեպքում։ Խառի 9 է խարիսխը։ Խառին իրականում տհաճություն է, դրանից հետո մտրակը նշանակում է վեճեր։ Միգուցե նեղացրել եք աղջկան, միգուցե ինչ-որ վիճաբանություն, ինչ-որ կոնֆլիկտ է եղել ձեր մեջ։ Դրա համար հիմա չգիտեք ինչպես հարցը լուծել եւ որոշել եք ամուսնության առաջարկություն անել։ Չգիտեմ, ճիշտ ասած, այդպիսի տպավորություն եմ ստանում։ Մի տեսակ հիմա որոշել եք ասպետ խաղալ։ Գիտեք, այսպիսի բան եմ տեսնում, անկեղծ եմ ասում, երիտասարդներ, ինչ տեսնում եմ, այն էլ պետք է ասեմ, սա իմ խոսքերը չէ, սա երկորակին է, չէ վերաբերում։ Կարող եմ ասել, տեսեք, ինչ եմ ես տեսնում, աղջիկներն էլ, տղաներին էլ, ում էլ որ սա վերաբերում է։ Երիտասարդը ինձ թվում է ինչ-որ սխալ բաներ է արել եւ նեղացրել է աղջկան։ Նեղացրել է աղջկան։ Ինչ որ նույնիսկ միգուցե աղջիկը նույնիսկ նեղվել թողել գնացել է, չգիտեմ, իսկ հիմա ինքը ուզում է իրեն ասպետ ձևացնել։ Բայց խորամանկություն է անում իրականում ինքը ասպետ էլ չէ։ Միգուցե աղջիկը գիտեր զգացմունքների մասին, չգիտեմ, տղան ինչ է արել, կամ նեղացրել է, վիրավորել է, ինչ որ ձևով աղջկան բարկացրել է։ Էլ եմ ասում, այո, հիմա ուզում է ուղղակի ինքը այսպես աղջկա սիրտը ներողություն սիրաշահել, ուզում եմ ուղղակի զգույշ ընտրել բառերս, որովհետև չեմ ուզում ոչ մեկի նեղացրած լինել, բայց տեղից չի շարժվում ձեր նավակը,
Որտեղ խորամանկություններով ես արդեն ասեցի, նորից էր ընկել աղվեսի կարտը, խորամանկություններով, այդ երկերեսանիությամբ, այդ մասկաները, այդ դիմակները նշանակում են դուք ինչ որ մի բան ազնիվ չեք անում, երիտասարդ, ինչ որ դուք անկեղծ չեք։ Դուք անկեղծ չեք։ Բայց գիտեք, ես նույն բանը կարող եմ ասել, միգուցե նաև սա վերաբերում է աղջիկներին, գիտեք ինչու, որովհետև ես այստեղ սկզբում որ տեսնում եմ, կարող է, ես առաջին իմ տպավորությունը տղամարդկանց էր վերաբերում, բայց իրականում նաև կարող է լինել աղջիկն է տղամարդու նկատմամբ ինչ-որ սխալ մի բան է արել, սա աղջիկն է, շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, շատ ընկերական, բայց զգացմունքները երևի թե եղել են, ուղղակի զգացմունքները երևի նոր-նոր էին սկսում։ Կարող եմ այդպես էլ ասել, միգուցե աղջիկն է տղային նեղացրել, պարտադիր չէ, որ մենակ տղաները պետք է անպայման լինեն սխալ։ Եթե աղջիկն է տղային նեղացրել, նույնը վերաբերում է աղջկան, ուղղակի եղեք անկեղծ, ուզում եք երիտասարդի հետ խոսել, զրուցել, ուզում եք, չգիտեմ, ձեզ ոնց բացատրեմ, խորամանկություններ եք անում, այո, այս դիմակները, այս խորամանկությունները, այս աղվեսը չեք կարողանում, անկեղծ պետք է լինել, դուք ուղղակի անկեղծ չեք, ում էլ որ սա վերաբերում է, ինքը անկեղծ չէ, դուք պետք է լինեք մի քիչ ավելի անկեղծ, պարզ, փորձեք պարզ զրուցել, որպեսզի կարողանա ձեր հարաբերությունները կարողանան տեղից շարժվել։ Իրականում միգուցե երիտասարդը կամ աղջիկը մեկնումեկը նեղվել են առժամանակ ձեզ հետ չեն խոսում, ձեզ հետ փորձում են չշփվել։ Ես այստեղ չեմ տեսնում, որ լրիվ բաժանվել եք, հեռացել եք, ոչինչ չկա։ Իրականում ես տեսնում եմ ծաղիկներով հակառակը, որ սա երևի լուրջ զույգ էին, որ նույնիսկ կամ զույգ էին, ամեն դեպքում իրենք արդեն միգուցե ընկերականից էլ արդեն ավելի լավ հարաբերությունների մեջ են, որտեղ սկզբում մատանի է տեսնում, ինչքան կարդանում եմ, այնքան ինձ համար պարզվում է ավելի։ Այս պահեդրությամբ լաբերինթոսում են ձեր հարաբերությունները, կանգնել են չեն շարժվում, որովհետև մեկն ու մեկը զույգի մեջ, լինենք արդար, երկուսի մասին էլ ասեմ, ինչո մեկը խորամանկում է, ինչո մեկը անկեղծ չէ։ Դրա համար ձեր հարաբերությունները տեղից չեն շարժվում։ Նորովի պետք է մոտենալ, այո, նորովի։ Երեխայի կարգներ, երեխան էլ անմեղություն, մաքրություն, ինչ որ արդեն ասեցի, ոչինչ չեմ կարող ավելացնել։ Երկորյակներից ով է լինի, երիտասարդը թե աղջիկը, խորամանկում եք, զույգ եք, նույնիսկ եթե արդեն նշանված եք, լուրջ ամուսնության հարցեր կար ձեր մեջ, հարաբերությունները եկել են մտել են լաբիրինթոս, այսինքն չեք կարողանում ելք գտնել շտկելու հարաբերությունները, որովհետև ձեզնից մեկն ու մեկը անկեղծ չէ։ Ով որ է, ամեն դեպքում երկվորյակին է վերաբերում, երկվորյակը անկեղծ չէ, ինքը աղջիկ է թե տղա հարաբերություններում չեմ կարող ասել։ Կարտերի խորհուրդներ եղեք անկեղծ, դա միակ ձևն է անկեղծ զրուցել, խոսել, բացատրվել ձեր զույգի հետ, որպեսզի կարողանաք ձեր հարաբերությունները փրկել։ Ձեզ ամենայն հաջողություն եմ ցանկանում։